Դիաննա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում Միքայելը, ինչպես ժամանակին Լիլիթն էր համառորեն դարձնում Սոսին իր սեփականությունն ու հայտարարում, որ երբեք չի բաժանվի նրանից, հիմա նույն ճանապարհն է բռնել։ Նա չի պատասխանել Աննայի փաստաբանի զանգերին, հրաժարվել է ցանկացած խոսակցությունից եւ ամբողջովին փակվել է։ Բայց սա լռություն չէ, արցունքների կամ ցավի, սա լռություն է հաշվարկի։ Միքայելը հստակ պլան է մշակել եւ այդ պլանի սիրտը պայմանն է, որ նա պատրաստվում է դնել Աննայի առաջ։ Եթե Աննան համարձակվի վերջ տալ իրենց ամուսնությանը, ապա նա կորտվի օրենքից, կապերից, իր դիրքից ու կվերցնի երեխային Աննայի ձեռքից։ Որքան էլ Աննան պայքարի, Միքայելը վստահ է, իրեն կհաջողվի նրան ծնկի բերել։ Եվ այս ընթացքում, երբ Աննան պայքարում է իր սեփական ազատության համար, ուրիշ տեղ մեկ այլ վտանգ է հասունանում։ Լիլիթը, ով վաղուց կորցրել է իրականության զգացողությունը, մտնում է Աննայի տուն, լի թույնով ու ատելությամբ։ Վիրավորանքները արագ վերածվում են ագրեսիայի, նա հրում է Աննային, վերջինս ընկնում է գետնին ու կորցնում գիտակցությունը։ Լիլիթը, վախեցած իր արածից, բայց ամենևին չզղջալով, փախչում է Բագրատի տուն եւ հայտարարում, որ սպանել է Աննային։ Տրամաբանական զղջման փոխարեն Լիլիթը նույնիսկ պարծենում է իր արարքով, անգամ այսքան ողբերգ պահի մեջ կորցնելով մարդկային վերջին չափանիշները։ Եվ ահա այստեղից էլ սկսվում է Լիլիթի անկման վերջնական փուլը։ Նրա հոգեբանական փլուզումը դառնում է անշրջելի։ Մոտ ապագայի սերիաներում պարզ է դառնալու, որ Լիլիթը այլևս չի վերահսկում ոչ իր խոսքը, ոչ իր գործողությունները, ոչ իր մտքերը։ Նա ավարտում է հոգեբուժարանում եւ դա դառնում է այն եզրագիծը, որից վերադարձ այլևս չի լինելու։ Այդ կերպ էլ փակվում է Լիլիթի պատմության ողբերգական գիծը։ Մինչ այդ ճակատագիրն իր հերթական խոշոր շրջադարձն է պատրաստում։ Հենրիից հեռանալու, ամուսնությունը դադարեցնելու եւ իրականությունը սև ու սպիտակի բաժանելու ծանր որոշումից հետո Անգելինան կանգնում է նոր իրականության առաջ։ Ապագա սերիաներում նա իմանալու է մի նորություն, որը կփոխի ոչ միայն իր կյանքի ընթացքը, այլ նաև իր վերաբերմունքը Հենրիի հանդեպ։ Անգելինան հղի է։ Այս լուրը դառնալու է այն շրջադարձային պահը, որ ստիպելու է նրան վերանայել իր որոշումները, իսկ ծանր վիրավորանքը եւ ավելի խոր անդրադառնալ այն հարցին, թե արդյոք կարելի է պատժել հորը, զրկելով երեխային ընտանիքից։ Հղիությունն այն հանգամանքն է, որը նոր կյանք է բացում, բառի ամենաուղիղ իմաստով, եւ հենց այդ կյանքն է բերելու մեծ փոփոխություններ, թե Անգելինայի ու Հենրիի, թե ամբողջ պատմության համար։ Սա այն պահն է, երբ յուրաքանչյուր հերոս կանգնած է անզիջում ճակատագրի առաջ։ Միքայելը իր ագահության եւ վերահսկման մոլության, Լիլիթը իր խելագարության, Աննան իր կորուստների ու ցավի, Սոսը իր ատելության ու վրեժի, Անգելինան իր կյանքի նոր շրջադարձի, Հենրիի իր մեղքի եւ սերը պահելու անդիմադրելի ցանկության։ Հարգելի հետևորդներ, արդյոք Լիլիթը իրոք սպանել է Աննային։ Գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք։ Մամաս ասանք, ասած սպաս ասարք է, համեմ վեր։ Ես գիշերվա կեսի որտեղ եմ համեմ ճարեմ։ Մեկը տեսնում եմ, այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբերտ։ Մի քիչ թարխուն տարեկան։
Պետոլայի համար Դու խաշտի։ Շիկինոլայի համար շուշ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով։ Ոնց ես։ Հղի ենք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում ասերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը մեկ էլ ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Ելինը մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդը մեզ իրանց տոն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում են, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված,